Քանի որ որոշել եմ ցանկացած գործընթաց նկարել ու էջում կիսվել, հիմա սովորական այս բատերեայի մարտկոցի փոխարինման process-ն եմ նկարում։ Ողջույն, դուք Chronomania էջում եք, ես ժամագործ չեմ, ես ժամացույցներ վաճառող չեմ, ես ավելի շատ գնող եմ, այսինքն սովորական ժամացույցային էնտուզիաստ, որ սիրում է խոսալ ժամացույցներից եւ կիսվել դրանց մասին ինֆոյով։ Ասեմ ձեզ, այս կվարցային ժամացույցների համար էլեմենտներ կամ հայերեն մարտկոցներ էի պատվիրել, միջև եկավ հոգիս ելավ իհարկե, ոստեղից չի ուզում առնեի, ոչ էլ այդ բրիզով, մի երկու շաբաթ ավել սպասեցի, բայց ինչևէ, այս այսպես ասած, սթից process-ը կիսվում եմ, սա զուտ հնարավորություն է նորից ձեզ հետ ոնց որ շփվելու, թե չէ, առանձնապես ոչ process-ն է բարդ, չգիտեմ ինչի եմ սա պինցետով անում, եթե կարելի ձեռքերով էլ անել, բայց պարզապես ուզեցի եւս մեկ անգամ հնարավորությունն օգտագործել եւ ձեզ հետ շփվել։ Ասեմ, որ մարտկոցները, բայց ոնց որ չի աշխատում, տեսեք, ես մարտկոցը փոխեցի, բայց ժամացույցը չի աշխատում։ Հնարավոր է մեխանիզմի մեջ է խնդիրը, այսա լավ չէ։ Ինչևէ, ասեմ ձեզ, որ մարտկոցներ բնականաբար Երևանում էլ կարելի է գնել, Երևանից էլ կարելի է ձեռք բերել, կան խանութներ, որտեղ դա կարելի է որակով նորմալ մարտկոցներ ձեռք բերել ու դա անել, համենայն դեպս, այս ինչ եմ անում ես, ուզում եմ հանեմ, բայց ոնց որ, ուպս, շատ կոպիտ ձևով շտապում եմ, բայց ասեմ ձեզ, որ երբեմն դրանք տենց շատ ինչ-որ մեծ գումարի մասին չի խոսք իհարկե 2000 կամ երբեմն 3000, բայց երբ որ նայում ես թե այդ մարտկոցները իրականում որքան արժեն նույն Amazon-ում, մի քիչ ոնց որ ռուսերեն ասած ժաբա դուշիտ, նա առումով որ իրականում չէ, ոչ թե ժաբա դուշիտ, այլ մեկ-մեկ կարելի է ջղայնանալ այն փաստից, որ օրինակի համար $1 արժեցող մարտկոցը քեզ վրա վաճառում են գրեթե 5-ից 10 անգամ թանկ, բայց դե հիմա այդպես է, ինդուստրիան էլ տենց է աշխատում, ոչ թե մեղադրում եմ, այլ զուտ կիսվում եմ իմ գուցե չհիմնավորված գնահատականներով եւ հակազդումներով հուզական։ Ինչևէ, ես պարզեցի, որ ժամացույցը խնդիր ունի մեխանիզմի հետ կապված, փորձեմ մի հատ մյուս ժամացույցի մարտկոցը փոխարինել։